Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում ողջույն իմ խոհանոցից։ Ինձ մոտ շատ հաճելի խառնաշփոթ է տիրում, քանի որ ես ընդամենը 1 ժամից ունենալու եմ հյուր։ Հյուրը իմ նախկին հետևորդուհին է, ում հետ ժամանակի ընթացքում մեր շփումը այնքան է մտերմացել, որ մենք դարձել ենք 2 շատ հարազատ մարդիկ։ Երեկոյան նախապատրաստական աշխատանքները սեղան գցելու գրեթե կատարել եմ, ինձ մնում է ամեն ինչը պատրաստել եմ, ինձ մնում է հիմա միայն սեղան դնել, որն էլ հիմա ես պատրաստվում եմ անել, եւ ունենք ընդամենը 1 ժամ ժամանակ, քանի որ քիչ առաջ ենք վաղանի պարապմունքներից վերադարձել, այնպես որ հենց հիմա անցնում եմ գործի պատրաստեմ սեղանը, դուք եք ինձ հետ բնականաբար այդ ամենին մասնակից եք։ Գնացինք։ Այսօր Վահանը ինձ խոստացել է, որ չի խանգարելու, որպեսզի ես կարողանամ նախ առաջին հերթին պատրաստություն տեսնել եւ երկրորդը իմ մաքրածը չի հավասարացնի 0-ին։ Եվ իր խոստումը կարծես թե մինչ այս պահը կատարում է։ Այդպես էի կարծում ես, մեկ էլ տեսա չիպսը ձեռքը եկավ։ Անկեղծ ասած ոչ չիպս ուտելու համար, ոչ էլ տները թափթփելու համար ձայն չհանեցի, քանի որ այս պահին ինձ ձեռնտու էր Վահանի քար լռությունն ու իր տեղում նստած մնալը։ Այս աղցանը իմ ամենասիրելի, բայց ավելի շատ ամառային աղցանը եւ իր մեջ մայոնեզ չի պարունակում։ Ինչպես տեսնում եք, վարունգ է, կաղամբ, տարբեր գունավոր պղպեղներ, քունջուտ եւ այլն։ Իսկ սա գազարով կորեական աղցանն է, բոլորին հայտնի, իմ 2 սիրելի աղցաններից են։ Նաեւ քանի որ արդեն ամառն է մոտենում, ամառվա շունչն եմ արդեն բերել իմ խոհանոց եւ վերջերս արդեն մեր սեղանից նաեւ անպակաս է լոլիկով եւ վարունգով ամառային աղցանը։ Սամիտ չունեի, կանաչ սող չունեի, այդ պատճառով թարխուն կտրատեցի, իսկ աղցաններին օգտագործում եմ ահա այս ձեթը։ Անցած տարի նկատեցի, որ քեռակինս իրենց տանը այ հենց այս ամանը, կտորե ամանը, ես կասեի, վերածել է հացի ամանի ու անկեղծ ասած ես զգացի, որ ես էլ ունեմ, բայց չեմ ընկել գլխի, որ այն կարելի է նաև այդ նպատակով օգտագործել, բայց վերջերս ես եւս այդպես եմ անում։ Նաև քանի որ այն կտոր է, սեղանին դրած չի չորանում։ Սեղանը դասավորեցի այնպես, որ մեջտեղի հատվածում կլոր դատարկ մնա, քանի որ այդտեղ իր պատվավոր տեղն է զբաղեցնելու հավիկը, որը դեռ գիշերվանից դրել եմ բաստուրմա, համեմել եմ, կարտոֆիլները եւս արդեն ձեռքի հետ նախապատրաստել եմ եւ շուտով տեղափոխելու եմ ջեռոց։ Կդնեմ սեղանին միայն, երբ հյուրերն արդեն տեղում կլինեն։ Մրգային ժելե։ Այս եւ նմանատիպ քաղցրավենիքները գնել եմ հատուկ երեխաների համար, քանի որ կարծում եմ դե բոլոր երեխաներն էլ քաղցրավենիքներ շատ են սիրում, իսկ այս ժելեն իր գույներով եւ համով միգուցե գրավի երեխաներին։ Սա, քանի որ այս անգամ լավ գլուխ եմ պահել խմորեղենը, եւս գնել եմ, սակայն տվյալ բրենդին վստահում եմ շատ համեղ է պատրաստում, ավելի շատ քան ես կչարչարվեի եւ կպատրաստեի։ Քաղցր ձողիկն էլ էլի սեղանին երեխաների համար ձեռքի հետ բզբզալու համար։ Սա էլ իմ ամենասիրելի շոկոլադներից մեկն է, երկար ժամանակ խանութում աչքովս չէր ընկնում, այսօր տեսա եւ որոշեցի, որ այն կդառնա մեր սեղանի բաղկացուցիչ մաս։ Այստեղ նայում ենք, թե Վահանն ինչ է արել, խորը շնչում արտաշնչում եմ, մինչև 10 հաշվում եմ, որպեսզի չջղայնանամ եւ սուսուփուս բերում եմ փոշեկուլն ու մաքրում։ Քեզ եմ նկարում, մոտ քիթ քիծանի։
Այստեղ Վահանը չգիտեմ ինչու որոշեց, որ արջուկը պետք է իջեցնի այս մրգային ժելեն եւ ուտի։ Դե ես էլ որպես իր հանցակից ընկեր օգնում եմ, որ նա իրագործի դա։ Այսինքն այս մարդիկ եկել են ինձ ուզելու ոնց որ եկել են աղջիկ ուզելու։ Ժողովուրդ մի հատ նայեք թե Ալյոնան ինչ տորթի կա թխել։ Սա Ալյոնայիս աշխատանքն է, ես էլ ուտես, դե կեր հələ։ Ապրես Ալյոնա, բայց խես այսքան չարչարվել դու, ասում առավոտվանից ընկած ելակ եմ ման գալիս։ Ժողովուրդ հələ մի հատ նայեք Ալյոնաչկայի թխած տորթի շերտերը էլի, հələ մի հատ նայեք, ուրեմն այսօր այս խեղճ աղջիկը որտեղից որտեղ անցել է, ելակներ որ ճարի, թարմ, թխի տորթը բերի։ Ապրես դու, տանմեք տատիկին ես կտորը։ Ինչ էր կոչվում տրիդե գրիչներ, սա Անդոն Վահանի համար էր առել, մի քիչ Վահանը դժվարանում ենք նույն օգտագործել, բայց շատ սիրուն բաներ ենք նկարում, հեսա։ Այս սրանք, մի րոպե, Այս փունք բոբը ես եմ նկարել հիմա, մի հատ նայեք, թե Ալյոնայի մեծ աղջիկը Մարիամը ինչ սիրուն ձմեր պապիկա նկարել, Վահան, ձնե մարդ։ Տեսեք Վահանը ինչ գեղեցիկ լանչ բոքս ունի։ Ճիշտ է, դա պահի, որ հիշեց, որ մեր տանն է սարքել։ Վահանը լանչ բոքս է նվեր ստացել։ Դուր ինձ։ Դեպակի, գթալ էլ ուներ հետը, չգիտեմ Վահանն ինչ արել։ Օպա, այս կողքերից, այս կողք, մի րոպե տղես օգնեմ քեզ։ Մի վարքյան, ահա, այս սենց։ Եկել եմ ձեզ ցույց տամ, թե ինչ նվեր եմ ստացել Ալյոնայից։ Ես իմ թանկագին հյուրերին ճանապարհեցի արդեն։ Մենք շատ երկար ենք նստել, երկար խոսել ենք եւ այնքան հաճելի անցավ մեր ժամանակ, այնքան բան ունեինք իրար պատմելու, միմյանց տեղեկացնելու, միմյանցով հետաքրքրվելու, որ ասենց ամեն մեր վարքյան ուղղակի անցել է ու չեմ էլ նկատել, որ ես գրեթե ոչինչ մեր համատեղ լինելուց չեմ նկարել, նախ որովհետեւ երբ որ շատ հետաքրքիր է անցնում զրույցը, դու հեռախոսի կողմ անգամ չես նայում, տեսախցիկը մտքովդ չի անցնում, եւ երկրորդը օրինակ ինձ համար ես կարծում որ հաճելի չէ որ մարդը քո տուն հյուր է եկել, նստած ուտում են, հյուրասիրվում են, խոսում են, դու անդադ տեսախցիկը պահում ես իրենց վրա, չմոռանանք վերջի վերջո որ այդ մենք ենք բլոգեր, մեր հյուրերը, մեր ծանոթները, մեր ընտանիքի անդամները բլոգեր չեն։ Մի խոսքով դրաման շատ չեմ նկարել, բայց համ ուզում եմ ձեզ ցույց տամ թե ինչ նվեր եմ ստացել, համ էլ մի քանի բան պատմեմ նոր, ուրեմն ուզում եմ այս տեսակ բաներով կիսել։ Ես առհասարակ մարդկանց մասին դրական բաները սիրում եմ բարձրաձայնեմ իլուր աշխարհին, որպեսզի դա ոգևորիչ լինի, վարակիչ լինի, օրինակ ծառայի, ինչու ոչ նաև։ Ալյոնան եկել էր իր երկու չքնաղ աղջիկների հետ, որոնց հետ շատ հաճելի անցավ, Վահանն իրեն իդեալական էր զգում այդ երեխաների ներկայությամբ։ Վահանը սիրում է, երբ որ իրենից տարիքով մեծ են լինում երեխեքը, դե երևի որովհետև իր հետ ոնց որ մրցակից չեն կռվում, հոգ են տանում իր մասին, իրեն շատ կոմֆորտ էր զգում։ Մի խոսքով երեխեքը մեզ ընդհանրապես չեն խանգարել։ Ալյոնայի մարդ տեսակին վաղուց էի ծանոթ։ Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ էի հասկացել, բայց երբ որ մարդու հետ արդեն տան մեջ, ոնց որ sense տան պայմաններում, առօրյայում ես այսպես ասած հանդիպում, սեղանի շուրջ նստում եւ զրուցում ես, ավելի շատ ես համոզում դրա մեջ։ Տեսավ, ծանոթացավ իմ առօրյայի հետ, թե ինչպես անցնում իմ առօրյան, ինչ ոնց եմ ես ապրում առհասարակ, ու դուք չեք պատկերացնի, աչքերը լցրած, հուզված իր ստացած տպավորություններից ինձ առաջարկում էր, ես կասեի ստիպում էր, որ եթե ես ունենամ իր օգնության կարիքը, դա երբ ուզում լինի զանգեմ ինքը գա, օրինակ Վահանին պահի, ես գնամ ինչ-որ մի տեղ, մնա տատիկի մոտ, տատիկին տեր կանգնի, այսպես ասած, ես գնամ ինչ-որ մի տեղ, եթե դրա կարիքը ունեմ, չգիտեմ, ասում եմ հələ հայատները չեմ մաքրել ու բորկա չեմ արել, դու ասա ես կգամ կանեմ, ես չեմ նեղվի, ես կգամ քեզ կօգնեմ, մենակ քո վրայից մի քիչ հոգս թեթևացնեմ, ու ես իհարկե բնականաբար չունեմ սովորություն մարդկանց բարությունը շահագործելու եւ պարզա չեմ ինչքան էլ ինքը ինձ ասա, հաստատ Ալյոն արի, ես արային արա, բնականաբար չեմ անի, բայց դուք չեք պատկերացնի մակարժների համար ինչքան անսովոր էր, որ կամ մարդ, ով պատրաստ է քո հոգսը քո ուսերից վերցնել։ Ինքը եւս ունի երկու երեխա,
տարեց ծնողներ, ամբողջ օրը վազքի մեջ է ու իրականում մեր հանդիպումը երկու կողմերից էլ մեծ զոհողությունների արդյունքում մենք կարողացանք իրար հետ հանդիպել։ Իմ ականջներին այնքան անսովոր էր, որ կարա լինի մարդ, ով նախ գնահատում այս ամեն ինչը, երկրորդը ինքը պատրաստ է եւս նույնքան զոհողությունների գնա քո համար, որքան որ դու ես պատրաստվում զոհողությունների գնալ իրեն հյուր ընդունելու համար։ Ու նաև մարդը լինելով հոգսերի մեջ պատրաստ է նախ հուզվում է, զգում է, հասկանում է, թե որքան դժվար է քո համար, եւ երկրորդը մարդը պատրաստ է բեռ վերցնի իր վրա, չլինելով քեզ արյունակից մեկը կամ բարեկամական կապ ունենա։ Նույնիսկ երբ մի պահ ես Վահանի հետ սենյակ մտա, Վահանի շորերը պետք է փոխեի, մինչ դուրս եկա, տեսա Ալոնան ամբողջ տները հավաքել է, մաքրել է, ամբողջ խաղալիքները, որով իր երեխաները խաղացել էին, ամբողջ սեղանը մաքրել է, որպիսի իմ վրա գործ չթողնի, այսպես ասած, ու գնա։ Իհարկե, ես պահանջեցի, որպիսի նա դադարեցնի այդ ամենը, թույլ չտվեցի, որ շարունակի, քանի որ ես ինձ դրանով ավելի շատ վատ եմ զգում։ Ես այդ մարդուն հրավիրել եմ իմ տուն հյուր եւ պատրաստ եմ այդ ամեն ինչին։ Հարցը դա չի, հարցը մարդու ֆայմը, այսպես ասած, իմ մի շատ լավ ընկերներից մեկի հետ զրուցում էինք հենց այդ թեմայով ու ես հենց իրեն նախքան Ալոնայի մեր տուն գալը հենց դա էի ասում, որ ամեն մեկս պատասխանատվություն ենք կրում այն մարդու տրամադրության, վիճակի վրա, ում հետ տվյալ պահին մենք շփվում ենք եւ մենք ամեն մեկս մեր ներկայությամբ դիմացինի կյանքում պետքա թեթևություն բերենք։ Ու հենց մի քանի օր հետո ինձ հյուր գալիս Ալոնայի ապացուցում իմ ասածների ճշմարտացիությունը։ Սկզբում իմ համար անհավատալի էր, իսկ հիմա շատ ուրախ, որ կան գոյություն ունեն նման մարդիկ։ Իսկ հիմա եկեք նայենք, թե ինչ սիրուն նվեր է ինձ բերել Ալյոնան։ Էս արդեն լիցքավորվեց, չուներ իր մեջ նարդոկը նստած էր, դրա համար էլի գնացինք։ Վահանից նվերը տեսակ արդեն։ Նախ առաջինը սրանք եմ ուզում ձեզ ցույց տամ, որ անսահման հավանել եմ շատ, ես sense բաներ շատ սիրում եմ, sense բուջուրիկ, որ մաս տարբեր բաներ կարող ես դնել մեջը եւ դնել սեղանին, անսահման շատ սիրում եմ, բավականին ծանրոտ են ու լավ որակյալ։ Ինչ շատ դուր եկան, ես շատ սիրում եմ նման բաները։ Սա էլ նույնի երկրորդն է։ Այս մեկին սիրահարվել է շատ, անկեղծ վայն ենցա դուրս եկել, չեք պատկերացնում։ Ուրեմն, այս են սիրուն պատստավկայով, այս են բլյուդա, սրանից վստահաբար շատերը կունենան, քանի որ սրանք հիմա բավականին ակտուալ են, այս ատամիկները հագնում է, որ ամուր պահի չլեղլեղկա ու որքան գեղեցիկ կլինի, սրանով ինձ թվում է շատ ավելի տենց տաք բլյուդաները ընտիր կլինի մատուցել, ասենք օրինակ չախոբիլի եք ուզում հյուրասիրել կամ տոլմա, սենց լավ ինքը խորն է, լավ լիքը հնարավոր է էլի լցնել ու իր ոտիկներով, իր մատերիալը այնպես է, որ տաք պահող ինձ թվում է ընտիր կլինի, ես շատ եմ հավանել, անկեղծ անսահման սիրել եմ ու շնորհակալություն Ալյոնս շատ ճաշակով ընտիր նվերա, անսահման շնորհակալ եմ, ապրես դու ճաշակդ էլ անտիր իմ հարգելի ճաշակով հետևորդ, հա, եւ սրտիդ մասին ընդհանրապես չխոսեմ, մի խոսքով սա էլ իմ նվերները Ալյոնոչկայիս կողմից թանկագիններս, առաջիկա օրերին շատ հաճելի տենց պլաններ ունենք ես եւ Անդրանիկը միասին հաճելի օրեր անցկացնելու եւ եթե որևէ խոչընդոտ չառաջանա եւ դա տեղ ունենա դուք եւս մասնակից կդառնաք հետեւեք իմ ալիքին որպեսզի բաց չթողնեք հաճելի պահերը առայժմ